Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մարտի 28-ի որոշմամբ սրբադասվելիք 3 երանելիներից մեկը հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ arczepiskopos երանելի Իգնատիոս Շուքրալլահ Մալոյանն է։ Երանելին ծնվել է 1869-ի ապրիլի 19-ին ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ Ալեքսանդրիայում նա փայլել է իր քարոզներով։ 1911-ին նշանակվել է Մարդինի պատրիարքական փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ տասնյակ այլ քրիստոնյաների հետ ձերբակալվել է, խոշտանգվել եւ կարճ ժամանակ անց ենթարկվել մահապատժի։ Նա երանելի է հռչակվել Հովհաննես Պողոս II Պապի կողմից 2001 թվականին։ Գլխավոր դատախազության 2024 թվականի հաշվետվության համաձայն Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի թվաճ է արձանագրվել։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024-ին գրանցվել է 788 դեպք։ Հափշտակությունների աճը պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաների եւ ծրագրերի արագ զարգացման, ֆինանսական ծառայությունների թվայնացման, ծրագրերում եւ բանկային վերահսկողական համակարգերում առկա անվտանգության հետ կապված թերությունների, քաղաքացիների բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակության կամ անտեսման հետ։ Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում տեղի ունեցած առանձնակի դաժան սպանությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ Արաբկիրի Համոսահյան փողոցի սեփական տներից մեկում 3 հայտնաբերվել է 54-ամյա տանտիրոջ մարմինը, մեջքի վրա ձեռքերն ու ոտքերը կապված։ Տունն ամբողջությամբ տակնուվրա արված, մարմնի տարբեր հատվածներում էլ վնասվածքի հետքեր են եղել։ Ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են սպանության մեջ կասկածվող նախկինում դատապարտված 4 քաղաքացու։ Նրանցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը է նրա մատը, կասկածյալները ձերբակալված են։ Տրանսպորտային հոսքերի անանցանելիության ավելացման նպատակով ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու աշտարակի խճուղում։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են աշտարակի խճուղում, Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում եւ Դավթաշեն աշտարակ խճուղում դեպի աշտարակ ուղղությամբ արգելվելու է հետադարձը։ Forbes USA-ի հրապարակած դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային ցանկում հայկական արմատներ ունեցող մեծահարուստներ էլ կան։ Նրանցից ամենահարուստը 54-ամյա ռուսաստանցի գործարար Ալբերտ Ավդոլյանը 5 միլիարդ դոլարով հանգրվանել է նշյալ ցանկի 717-րդ հորիզոնականում։ 3.4 միլիարդ դոլարով 1072-րդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանն է։ Ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին 3.2 միլիարդական դոլարով կիսում են 1141-րդ հորիզոնականը։ Քիմ Քարդաշյանը 1.7 միլիարդ դոլարով 2019-րդն է։ 1.2 միլիարդ դոլարով 2623-րդ տեղում է 62-ամյա ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։ Վարկանիշային ցանկը գլխավորում է Իլոն Մասկը 342 միլիարդ դոլարով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։